Ռուսաստանը որոշել է, որ այդ կառույցները ինքն է։ Օրինակ, ՀԱՊԿ անդամ պետություններից հավաքականորեն այդպիսի պահանջ չկա Հայաստանի ներկայացված։ ԵԱՏՄ-ի անդամ պետություններից հավաքականորեն չկա այդպիսի պահանջ ներկայացրած։ Այսինքն այդ կառույցները չեն Հայաստանի դեմ պայքարում։ Այդ կառույցի մի անդամ պետություն է։ Նախ դա նշանակում է, որ այդ կառույցների իմաստը չկա։ Հավաքականորեն դրանք ինստիտուցիոնալ կառույցներ չեն։ Մեզ էլ այտենց վզներիցս բռնել տարեմացել են այդ կառույցների մեջ։ Եթե նկատի ունենք, որ Ռուսաստանը այդ կառույցները փլցնելու քաղաքականություն է վարում։ Ինքն է փլցնում այդ կառույցները, շարը էլի գցել են մեր վրա։ Դա ավանդական ռուսական քաղաքականություն է։ Մեր պատմագիտական միտքը որ կարդակ, ինչքան ռուսները մեզ փուրն են տվել, շարը գցած է մեր վրա։ Դուք եք մեղավոր։ Հիմա էլի այս կառույցն է, ասում եմ, դի նկատի ունենք, որ եթե այդ կառույցները այսօր վատ դրության մեջ են եւ փլվելու ընթացքի մեջ են, դա անում է Ռուսաստանը եւ ես կարծում եմ այդ կառույցների անդամ պետությունները Ռուսաստանից բաներ կապի պահանջեն։ Բայց ընդհանրապես մեզ հետ ինչ է կատարվում։ Այս նոր բան չի մեր կյանքում, այս ճնշումները, այս պահանջները, այս 20 թվականից սկսած Ռուսաստանից այդ զառոցը կա։ Արևմուտքի հետ հարաբերությունները կարծես այդքան հիմա ժամանակին արդիական չեն, մենք մի քիչ են արդիական, հիմա էլ կպել է այս տնտեսական բաներին, չգիտեմ, տնտեսական պատժամիջոցներին, Ռուսաստանի ուզածը մեզից ինչ է, հանձնվենք, պրստենք, այդ է ուզածները, բայց այսպիսի ճնշում, որ իրականում ճնշում էլ չի, պարզապես մենք ենք չափազանցնում, ճնշում չկա, օրինակ, եթե Ռուսաստանը շատ խելք չունենա, մի քիչ էլ կճնշի, լրի դուրս կգան կպրծնենք, էլի, նպատակը ո՞րն է, քանի որ խորհրդանում Ռուսաստանը ունի երկու ուղիղ ներկայացուցիչ, այդ խորհրդանական ֆրակցիաների միջոցով, նաև Ռուսաստանից լսվող զառոցների միջոցով Հայաստանի վրա ճնշում են ուզում գործադրել, մեզ արագացնում է, որովհետեւ մենք այս արագացման process-ի մեջ սխալ անենք։ Օրինակ ենթադրում եմ մենք հաշվարկ ունենք, չէ, ԵԱՏՄ-ի հետ կապված։ Կունենանք, էլի, չէ։ ՀԱՊԿ-ի հետ կապված մենք հաշվարկ ունենք, չէ, մենք երբ ենք ուզում դուրս գալ, երբ այդ հարաբերությունները կփլվեն։ Իրենք արագացնում են, որ այս արագացման ընթացքի մեջ միգուցե մենք սխալներ անենք, դա է Ռուսաստանի արածը։ Բայց ինչ իսկ իհարկե այն տեսակետները, որ գազը կթանկացնեմ, այս կանեմ, մենք անեմ, կարող է ենթադրենք, բայց ես կարծում եմ դրա մեջ պրոպագանդան ավելի շատ է, քան իրական սպառնալիքը։ Մենք պարզապես մեր տնտեսագետները, մեր, չգիտեմ, ոլորտի մասնագետները, քանի որ տունը քնած են, մի հատ մեզ վերլուծություն չեն տալիս, էլի, օրինակ Հայաստանը, Ռուսաստանի գազի սպառման մակարդակի մեջ, որ երկիրն է։ Ես կարծեմ մենք երկրորդ երկիրն ենք։ Ինքը պատրաստ է այս հսկայական շուկայից զրկվելու։ Այդ մենք իրեն պետք է սպառնանք, ոչ թե ինքը մեզ։ Բայց դա ավանդական բան է, Ռուսաստանը մեզ պիտի միշտ սպառնա, ավանդական բան է, մենք է սովորել ենք սրա, սպառնալիք կա։ Ես առաջարկում եմ մենք սպառնանք։ Մենք սպառնանք, եթե դուք շարունակեք այս ձև, դուք ամենամեծ երկրորդ կամ երրորդ ենք, չգիտեմ, մենք Ռուսաստանի գազի սպառման շուկայի մեջ։ Մենք ձեզից կհրաժարվենք։ Բայց սա ինչ է, սա process է, քանի որ մենք որոշել ենք մի օր անկախ պետություն ստեղծենք, մենք մեր ճանապարհին տեսել ենք Ռուսաստանին։ Եվ այստեղ մեծ անհանգստանալու բան չկա, որովհետև Ռուսաստանի դրությունը այսօր այնպեսին չի, որ կարողանա այնպեսի հարված հասցնել, որ մենք ոտքի չկանգնենք։ Այսինքն պրոպագանդան, վախը հասարակության մեջ տարածելը շատ ավելի մեծ է հոգեբանական գրով, քան իրական սպառնալիքը։ Դուգինի խոսքին անդրադառնանք, արտաքին տպավորությամբ ստացվում է այնպես, որ Ռուսաստանը իր մեղավորությունը զգում է, բայց մենք գիտենք, չէ՞, Դուգինով է։ Եվ ես կարծում եմ իր ասածը ոչ թե հատուկ Փաշինյանի դեմ չի, ոչ թե հատուկ այդ հարաբերությունների մեջ նոր որակ մտցնելն, այլ ինքը պարզապես իր խոսքը ուղղված է իրենց գործակալական ցանցին, որ դուք լավ չեք աշխատել, լավ չեք կարողացել փլցնել այդ պետությունը։ Իր ասածը դա է, այսինքն Ռուսաստանի վերաբերմունքը փոփոխություն չունի մեզ հետ։
Դա երբ կարող է փոխվել, եթե մենք համառորեն դիմադրություն ցույց տանք։ Այդ ժամանակ դուք կտեսնեք, որ Ռուսաստանի վերաբերմունքը կփոխվի։ Ինչքան մտադրությունը հայկական, չհակադրվենք, ավանդական հայկական քաղաքական միտքը Ռուսաստանին քծնենք, ինչքան լինենք, այնքան ավելի բաց, ինչքան դիմադրություն ցույց տակ, այնքան կհարգի։ Իսկ Դուգինի ասածը բնականաբար լրիվ ուրիշ բան է։ Այս իրենց գործակալական ցանցին է վերաբերում, Ռուսաստանի ՖՍԲ-ին է վերաբերում եւ մեր գործակալական ցանցին, որ դուք այս պետություն չկարողացեք բացել, դա իր ասածը։ Որ այն ծրագրերը, որ Ղարաբաղի գլխին բերեցինք, այդ էլ չկարողացավ, դրանով չկարողացանք բացնել։ Այսինքն իրենք սխալ են եղել իրենց հաշվարկների մեջ, թե չէ իրենց մտադրությունից, իրենց վերաբերմունքից ուղղված իշխանությանը մեր ժողովրդի հավաքական մեծամասնություն չհրաժարվի։ Դե հետաքրքիր էր, այո, եթե ժամանակ ունենաք սիրելի հանդիսատես ձեզ եմ ասում, կարդացեք այդ հարցազրույցը, որտեղ այդտեղ Դուգինը իսկապես սրտնեղում է, ասում է մեզ հայկական համայնքը մեր տեղական կամ սխալ տեղեկություններ է տվել, մենք այդ սխալ տեղեկություններով ենք ղեկավարվել, դրա համար եկել ենք այսպես սխալ տեղ ենք հասել։ Նշանակում է իրենց նախ հա ճիշտ է, սրանք սխալ տեղեկություն են տվել, սխալ չեն տվել։ Պարզապես իրենք հաշվի չեն առել այլ հանգամանքներ, որ կարող է ժողովուրդը ուրիշ ձև մտածի, որ կարող է ենթադրենք իշխանությունը պինդ մնա, բայց այդ հո իրենց գործակալական ցանցը չի ստեղ, իրենց ՖՍԲ-ն է սխալվել, իրենց կառույցներն են փտած, այն որ ԵԱՏՄ-ն իշխանությունը ճիշտ է արել, որ չի հանձնել դրանց, դա 100%-անոց ճիշտ որոշում է։ Իհարկե արտաքնապես պիտի դրանք ղեկավարեին, որովհետև դա է իրենց հասնում այդ կառույցը։ Դրանք ասելով նկատի ունեք խորհրդարան անցած, այսինքն անցած չէ, սամասվալ եղած երկու ռևանշիստական ռուսական ֆրակցիա։ Բայց իշխանությունը ճիշտ է արել, որ ԵԱՏՄ-ն վերցրել է, որտեղ եթե իրենք են ԵԱՏՄ-ն վերցնելու, իրենք շատ կուժեղանան։ Դա իրենց ամենահարազատ կառույցն է։ Իրենք Ռուսաստանի հետ աշխատելու են, ԵԱՏՄ-ից ճնշումները լինելու են, շաբաթական 40 նիստ են անելու քշն պետության դեմ։ Իսկ քանի որ հիմա ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները սրվում են, նաև Ռուսաստանն է սրվում, այստեղ պետք է որ դա լինի իշխանությանը, որ ինքը ճիշտ կառավարի այդ գործընթացը։ Միգուցե ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մենք դնենք։ Իբա դուք պատկերացնում եք, այդ դեպքում այս հանձնաժողովը սրանց պատկանի։ Դրանք մեր ժողովրդի ներվերն ուտելու են, հետևաբար իշխանությունը ճիշտ է արել։ ԵԱՏՄ-ն կարող եվրոպական ինտեգրման հանձնաժողովը իշխանությունը կարող է չհանձնել, բայց ինձ թվում է այստեղ կոնսենսուս է եղել։ Սրանք եթե էլ եմ ասում, սրանք եթե խելք ունենային, սրանք պետք է վերցնեն ԵԱՏՄ-ն։ Եթե իրենք ԵԱՏՄ-ն վերցնում են, ապա իրենք շատ են ուժեղանալու։ Բայց քանի որ իրենց Դուգինի ասած անուղեղ ՖՍԲ-ն է կառավարել, ասել են ԵԱՏՄ-ն վերցրեք, որ մխտրեք process-ը, չգիտեմ, հազարումի բաներ, գնաք ԵԱՏՄ-ում զռակ Հայաստանի դեմ։ Բայց այստեղ եթե իշխանությունը կառավարությունը ճիշտ աշխատի եվրոպական կառույցների հետ, ապա իրենց տված վնասը եվրոպական ինտեգրման հարցում շատ նվազ կլինի, եթե իշխանությունը ճիշտ աշխատի։ Այսինքն այստեղ մեծ հաշվով խնդիր չկա, ընդհանրապես խնդիր չկա։ Եթե իշխանությունը լավ է աշխատում, ընդհանրապես ոչ մի խնդիր չկա։ Դե բոլորը այդ քննարկումների հիմքը ինչ էր, դրանով կարծում էին, որ իշխանությունները հետ նահանջ են, այսինքն հրաժարվել են այդ տոկուց, եթե իշխանությունները հանձնել են հանձնաժողովը, ինչպես դուք եք ասում, հանձնել, այդ ձևակերպումն եք օգտագործում, հանձնել են ընդդիմությանը, նշանակում է իշխանությունը դեպի եվրոինտեգրում, դեպի անդամակցություն չի ուզում գնա, հետ նահանջ է։ Դուք էլ եք այդպես կարծում։ Ոչ, ես այդպես չեմ կարծում։ Դի հարցը նայեք, կա ինչ-որ տեսական բաներ եւ կա պրակտիկա։ Մեր պրակտիկան լրիվ ուրիշ բան է մեզ ապացուցում, որ մենք դեպի եվրոինտեգրում գնում ենք։ Կարող է արագացումը մեզ դուր չի գալիս։ Կարող է, չգիտեմ, շատ ուրիշ բաներ մեր դուրը չի գալիս, կարող է 4 հոգի ուզում է, որ դա վաղը լինի, կան Հայաստանում մարդիկ, այս հարցով հա կարող է, բայց որ պետությունը գնում է դեպի եվրոինտեգրում, քայլերը դրա մասին են խոսում,
Այստեղ ոչ մի խնդիր չկա, էլ եմ ասում, այստեղ գլխավոր ռազմավարական որոշումը եղել է ԵԱՏՄ-ն վերցնել է, ԵԱՏՄ-ի հանձնաժողովը։ Այստեղ պետություն, որտեղ էլ եմ ասում, եթե ԵԱՏՄ-ի հանձնաժողովը դրանց է լինելու, մեր ներվերը դրանք ուտելու են։ Վստահեցնում եմ ձեզ, որ մեր պետության կյանքը դրանք կուտեին։ Այս սանկցիաները կար, գազի գնի թանկացում, այդ հանձնաժողովները իրենցն է։ Դա դառնալու է Ռուսաստանի ԵԱՏՄ-ի խոսափողը խորհրդարանում եւ քշելու են պետության դեմ։ Իսկ եթե Եվրոինտեգրման հանձնաժողովը լավ իրենցն է ենթադրենք օրինակ, ենթադրենք չէ, օրինակ ասենք իրենցն է, չէ, բայց կառավարությունը աշխատում է եվրոպական կառույցների հետ, հաղորդակցություն ինքն է պահում։ Ունենք Եվրոինտեգրման մասին օրենք։ Հիմա կառավարությունը եթե որևէ նախագիծ բերեց, իրենք կարող են չընդունել։ Օրենք կա Եվրոինտեգրման։ Այսինքն իրենք իրականում ակցիանի մեջ են, որ մի քիչ լավ չեն հասկանում։ Եթե իհարկե իշխանություն ճիշտ աշխատի, իրենք ակցիանի մեջ կլինեն։ Եթե ճիշտ չաշխատի, շատ ուրիշ բաներ կարողանան։ Ուզում ասեմ, այստեղ ոչ մի խնդիր չկա, կարող մեր հանրություն կարող հանդիպել։ Այսինքն այդ քայլից դուք չեք համարում, որ դա վկայություն է, որ իշխանությունները հրաժարվել են Եվրոինտեգրացիայից։